Հայաստանի արտաքին գործոստ նախարարի դեղագալի ժամանակավոր պաշտոնագետար Վահան Գոստանյանը Կիևի մեջ մասնակցած է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրության 975-ամյակի դոնագդարություններուն գայտնեն նախարարութենեն։ Վահան Գոստանյանը գարճադեվ զրույցներ ունեցած է Ուկրաինո նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր դնորեն Խելեդ Էլ-Ինենի, ՄԱԳ-ի սփոսաշրջության համաշխարհային գազམ་ագերբության գլխավոր քարտուղար Շեյխ Էլ-Նույսի եւ Ուկրաինո արտաքին գործոստ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Ուկրաինո նախագահային եւ արտաքին գործոստ նախարարին հետ զրույցներու ընթացքին Վահան Գոստանյան անոնց փոխանցած է Հայաստանի բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները դոնագդարության արիտով եւ ընդգծած մայրավանքի պատմական եւ հոգեվոր նշանակությունը, ինչպես նաեւ հայ-ուկրաինական թարավոր պատմամշակութային կապերու բարունակի մեջ։ Զրուցակիցները կարևոր նկատած են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու եւ հարաբերությունները ավելի ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումով։ Ռուսաստանը եւ Ուկրաինան նոր հարվածներ հաստուցած են իրարու երկու կողմերն հայտնած են զոհերու եւ վիրավորներու մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնած է գիշերը ուկրաինական 205 անօթաչու թռչող սարք խոցելու մասին։ Ռոստովի մարզի մեջ զոհված է 5 անձ, Մոսկվայի մարզի մեջ 1 անձ, Մերձ Մոսկովյան Բոդոլսկի մեջ հրտեհ բռնկած է Վայլդբերիզի պահեստի մեջ։ Իսկ Ուկրաինո ռազմական ուժերը հայտնած են, որ գիշերը ռուսական կողմը երկրի ուղղությամբ արձակած է 128 անօթաչու, որոնց խոցված է 106-ը։ BBC ռուսական ծառայությունը հայտնած է, որ Խերսոնի մարզի մեջ 2 զոհ կա, Օդեսայի մարզի մեջ թիրախավորված է նավանգստային ենթակառուցվածքը, հրտեհներ բռնկած է։ Եվրոպական միության անդամ պետություն դառնալը այլևս Թուրքիո առաջնահերթություններեն չէ, Al Jazeera-ին տված հարցազրույցին մեջ ասաց է Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան։ Անհայտարարած է, որ Եվրոպական միությունը ըստ երևույթին պատրաստ չէ ընդունել Թուրքիան եւ ավելցուցած, որ Եվրոպական միության անդամակցությունը այլևս Անկարայի առաջնահերթություններեն չէ։ Էրդողանի խոսքով ատկե ի վերջո պիտի դուժե Եվրոպան։ Թուրքիան 1995 թվականին Եվրոպական միության անդամակցելու տեխնազուի ղեկավարիչակ ունի։ Ատկե հետո 2005 թվականին մեկնարկած են Եվրոպական միության Թուրքիո անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք սակայն կանգ առած են եւ հայտնված փակուղի մեջ։ Եվրոպական միությունը դարիներ շարունակ քննադատած է Թուրքիո մեջ ժողովրդավարական համագարկերու հիմնարար իրավունքներու, դատական համագարկի անկախության եւ իրավունքի գերագայության հետ կապված խնդիրները։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դադարեց երկրի հարավային շրջաններուն ուղղությամբ Իսրայելի շարունակվող հարձակումները, ինչպես նաև շրջանագային համաձայնագրի Իսրայելի կողմեն թույլ տրված խախտումները, կդեղեկացներ Յանովստին։ Լիբանանի նախագահը նաև մատնանշած է Անսար քյուրի հասցված հարվածը, որում պատճառով զոհված է ամբողջ ընտանիքը։ Ան նշած է, որ իսրայելյան հարվածները վտանգի տակ կտնեն բանակցային ընթացի գործընթացը եւ շրջանագային համաձայնագրի իրականացման ուղղված Ամերիկայի ջանքերը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընի հետ ունեցած լավ հարաբերությունները լույսին տակ դժգոհ է, որ Ամերիկան հարավային Կորեայի հետ համատեղ ռազմական զորավարժություններու կմասնակցի։ Թրամփին խոսքով, քանի որ զորավարժությունները չեղարկելու համար արդեն ուշ է, ինք հանձնարարած է Ամերիկայի պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին զգալիորեն գրջադել անոնց ծավալը։ Ամերիկայի նախագահն նաև նշած է, որ վերջերս հարավային Կորեայի նախագահին հարցուցած է, թե արդյոք երկիրը կձգտի միանալ Ամերիկային Իրանի Իսլամական Հանրապետության ապա միջուկայնացման գործընթացին, անոր խոսքով հարավային Կորեային պատասխանած են ոչ շնորհակալություն։ Թրամփ քրարումը ավարտած է շնորհակալություն հայտնելով հարցի նկատմամբ ուշադրության համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն հայտարարած է երկրաշարժեն հետո Ինդոնեզիա օգնություն ցուցաբերելու Եվրոպայի պատրաստակամության մասին։ Անցավակցություն հայտնած է զոհվածներուն ընտանիքներուն եւ դեղեկացուցած, որ Եվրոպական միությունը պատրաստ է կորցարկելու արփանյակային ծրագիրը որոնողական աշխատանքներուն աջակցելու համար։ Վերջին տվյալներով Ինդոնեզիա Ֆլորեսի շրջանի մեջ 7.7 մագնիտուդ ստորգետնյա ցնցումներու հետևանքով զոհված է առնվազն 38 անձ։ Ցեզիադեր Աննի Զեյդունցյան։